Ողջույններ բոլորիդ, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել եւս մեկ տոնական խմորեղեն, տիպիկ ֆրանսիական, որն իրենք համտեսում են մեր Սուրբ Ծննդյանը եւ իրենց Էպիֆանի կոչվող տոնին, եւ խմորեղենը կոչվում է Galette de Roi, այսինքն թագավորական գալետ, որտեղից էլ այս թագը։ Իսկ ինչու է կոչվում թագավորական գալետ, որովհետեւ Էպիֆանի օրը, որը համընկնում է մեր Սուրբ Ծննդյան հետ, դա այն օրն է իրենց համար, երբ որ երեք թագավորները, իրենք ասում են թագավորներ, բայց իրականում մոդեր եկել են Հիսուսին տեսնելու, Հիսուսի ծնունդը շնորհավորելու, եւ իրենք շատ լուրջ նշում են այդ տոնը եւ այս խաղացքը շատ կարևոր դեր ունի, որովհետեւ իր մեջ լինում է մենք ինչպես ենք դնում, հա, ժետոն կոպեկ ենք դնում գաթայի մեջ եւ ում ընկնում է, հաղթում է այսպես ասած, իրենք էլ այդպես ֆև են ասում, ինչ որ այսպես մարդուկի նման ինչ որ մի բան են դնում կերամիկայից մեջը եւ ով որ հաղթում է, թագը դնում է գլխին, դառնում է թագավոր, եւ ընտրում է իր թագուհուն։ Այնպես որ ես ինքս էլ եմ մեջը դրել ոչ թե ժետոն, այլ հենց այդ ֆև կոչվածը։ Եկեք իրար հետ կտրենք եւ փորձենք։ Ասեմ թե ինչ է իրենից ներկայացնում գալետը։ Շերտավոր խմոր է։ Ես այստեղ արել եմ արագ տարբերակով շերտավոր խմոր եւ միջուկը ամենատարածվածը ֆրանժիպան տեսակի կրեմն է, որ իրենից ներկայացնում է նուշով կրեմ, խառնած եփովի կրեմի հետ, որը որ ես պատրաստել եմ, հենց կլասիկ տարբերակով էլ պատրաստել եմ։ Եկեք կտրենք եւ տեսնենք։ Ուհա, կարևոր հանգամանք իրեն ուտում են տաք վիճակում։ Նույնիսկ եթե գնում են բուլանժերիայից, հա, արդեն բնականաբար ինքը սառն է լինում, բերում են տուն, ապայման մի քանի րոպե դնում են ջեռոցը, տաքացնում են, հետո են վայելում։ Ինքը համեղ է տաք վիճակում։ Իսկ իմը մի քիչ առաջ է ջեռոցից հանված, այնպես որ արդեն իսկ տաք է։ Ահա, այսպես գեղեցիկ սյուստան, որ տեսնեք թե ինչպիսին է ինքը։ Ու եկեք կտրեք, իրականում իրենք կտրում են ինչքան մարդ կա, այդքան մարդու չափսով եւ բոլորը միաժամանակ ուտում են ինչպես մենք կաթան։ Դե հիմա ես տունը մենակ եմ աղջկաս հետ, մենք երկուսով կլինենք։ Հնարավոր է որ ֆևը ոչ մեկիս հետ չընկնի, բայց կտրեմ սույս տամ, նայեք ինչ լավ խրխրթում է։ Հենց այսպես պետք է լինի շերտավոր խմորը լավ եփված։ Հիմա նայեք միջուկը, տեսնում եք ինչքան կրեմ կա։ Այ հենց այս ամբողջը այդ նուշով ֆրանժիպան կրեմն է։ Խմորը պետք է այսպես լավ եփված լինի ու նրբությունը կայանում է նրանում, որ այս կրեմը ինքը ջրիկ է լինում ու պետք է շատ ճիշտ պատրաստել, որպեսզի չծորա։ Հետևաբար իրան թխում ենք մի քիչ ցածր ջերմաստիճանում, մի քիչ երկար։ Նայեք ինչ գեղեցիկ է։ Բույրը էլ չասեմ, կարաքային բույրը սպանում է։ Հիմա եկեք փորձենք, լավ է, կտրելուց չընկա ֆևի վրա, հիմա մեկ կտոր առանձնացնեմ ու փորձեմ։ Նայեք, բավականին հարուստ կրեմով։ Այնքան համով է, չեք պատկերացնի, անպայման պետք է փորձեք, անպայման։ Եթե Ֆրանսիայում լինեք, անպայման գնեք եւ փորձեք, բուլանժերիանում նաեւ իրենց անհատական տարբերակներն են լինում, այնպես որ մի մտածեք, որ եթե քիչ եք, ամբողջ ինչ պետք է անեք, բայց պարտադիր փորձեք, շատ լավն է։ Ու կարող եք ինքներդ էլ տանը պատրաստել։ Ինքը այդքան էլ բարդ չի, եթե ակտիվ լինեք, շատ հետաքրքրի ձեզ, բաղադրատոմսով անպայման կկիսվեմ։ Այսօրվա համար այսքանն է, ես գնամ սուրճ պատրաստեմ ու վայելեմ։ Բաչիկներ։